Անցած տարվանից կարգը փոխվել է եւ բոլոր դպրոցները եւ մանկապարտեզները անցել են համընդհանուր ներառման եւ բոլոր դպրոցներն ու մանկապարտեզները պատրաստ են ընդունելու կապկու հատուկ կարիք ունեցող երեխաներին իրենց դասապրոցեսներում, ինչի համար մեր ջանքեր են իրականացնում տմագները։ Յուրաքանչյուր մանկապարտեզում կամ դպրոցում ընդգրկվող երեխան նախ եւ առաջ տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոնի կողմից գնահատվում է։ Այսինքն իրականացվում է առաջնային գնահատում համատեղ ծնողի, տմակի աշխատակցի եւ մանկապարտեզի կամ դպրոցի աշխատակցի միջամտությամբ։ Մենք որպես շահերի պաշտպանությամբ զբաղվող կառույց, մենք էլ սովորաբար շատ հարցերում դպրոցներից էինք պահանջում, բայց եկանք այն եզրակացության, որ այստեղ ծնող, դպրոց եւ տմակ կապը շատ թույլ է։ Դեռևս կան ծնողներ, որ երեխան ասենք 10-12 արդեն 20 տարեկան են, բայց հասարակությունը չգիտի, որ այդ ընտանիքում կա հաշմանդամություն ունեցող մարդ։ 21-րդ դարում ենք, բայց կան նման դեպքեր։ Գյուղական համայնքում լինի, քաղաքային տարբերություն չունի, մտածելակերպ շատ քիչ փոխվել է մտածելակերպ մարդկանց մոտ, բայց շատ քիչ։ Մենք ունենում ենք բախումներ, որ ծնողը ինքը չի գիտակցում ինչպես պաշտպանի երեխայի իրավունքն ու շահը ներառականության մասով եւ ամեն մի ծնող չի, որ ցանկանում է իր երեխան անցնի մանկապարտեզական գնահատում, քանի որ մտածելով, որ դա մի պիտակ է, որ երեխային կուղեկցի իր ամբողջ կյանքի ընթացքում, իրենք ասում են, օրինակ աղջիկ երեխայի դեպքում ինքը պիտի ամուսնանա, դա այդ պիտակը իրեն կխանգարի եւ իմ երեխային ոչ մեկը մոտ չի գա, իմ երեխային ոչ մեկը հարց չի տանից, բայց չէ, սա այդ պիտակը չի, սա ոչ մի ձևով երեխայի համար վերնագիր չի դառնում, ընդհակառակը ծնողը պիտի ինքը գիտակցի, որ ինչքան շուտ այդ խնդիրը կանխարգելվի եւ նեղ մասնագետներն աշխատեն երեխայի հետ, այնքան ավելի արագ երեխայից դուրս կգա այդ խնդիրը եւ երեխան նորմալ ձևով կինտեգրվի կյանքի մեջ։ Հնարավոր է պետությունը գա այն որոշման, որ արդեն ծնողից անկախ սկսեն գնահատել երեխային, այսինքն առաջնորդվելով երեխայի լավագույն շահով։